Սիրելի հայրենակիցներ, Կիրակի մայիս 18-ը տոն Երևան Սուրբ Խաչի եւ հիշատակն է Երուսաղեմում Խաչի նշանի երևման։ 351 թվական մայիսի 7-ին Գյուրեղ Երուսաղեմացի հայրապետի ժամանակ օրը ցերեկով Երուսաղեմում երկնքի վրա երևում է Խաչի նշանը։ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։ Լուսապայծառ Խաչի նշանը երևում է բոլորին, եւ իտես այս զարմանահրաշ երևույթի մարդիկ մտնում են եկեղեցի փառք մատուցելու եւ օրհնություն տալու։ Պատրիարքը այս մասին տեղեկացնում է Բյուզանդիայի կայսեր Կոստանդիանոսին եւ խրախուսում ամուր մնալ իր հավատքի մեջ եւ հետագային հաստատվում է այս տոնը։ Հետևաբար Երևան Սուրբ Խաչի տոնը մեզ հիշեցնում է այսօրի մասին։ Իսկ Հովհաննես առաքյալն էլ իր այսօրվա ընդհանրական առաջին նամակով քաջալերում է բոլոր հավատացողներին ասելով. Աստված լույս է, քայլենք լույսի մեջ։ Այս իր գրության մեջ առաքյալը հաստատում է հիմնարար մի ճշմարտություն, որ Աստված իր էությամբ բարի է, սուրբ եւ առանց խավարի եւ կեղծիքի։ Հետևաբար ապրեք Աստծո ճշմարտության եւ արդարության հետ, համահունչ եւ ոչ թե թաքնվելով խավարի մեջ։ Հովհաննեսը քաջալերում է հավատացյալներին խոստովանել իրենց մեղքերը, ինչը անհրաժեշտ քայլ է Աստծու ներումը զգալու համար։ Նա նաև զգուշացնում է, որ մեղքի ժխտումը խաբեության ձև է, ազնվությունը եւ բաց հաղորդակցությունը Աստծու հետ, ինչպես նաև ուրիշների հետ, իսկական քրիստոնեական կյանքի հիմնական մոտեցումներն են։ Այս մոտեցումները կոչ են հավատացյալներին քննելու ինքներս մեզ եւ տեսնելու, թե մենք քայլում ենք մթության թե լույսի մեջ, որովհետեւ դրանցից միայն մեկն է թույլ տալիս մեզ ընկերակցություն ունենալ միմյանց եւ Տիրոջ հետ, որովհետեւ դրանցից միայն մեկն է տանում դեպի ներում եւ մաքրում անիրավությունից։